3000-ամյա քաղաքամայր Երևանը հայոց սիրտն է, որի վաղնջական զարկերակներում պատմական հիշողությունը կենարար արյան պես պահում ու միավորում է աշխարհի բոլոր հայերին։ Երևանը մեր հին ու նոր երազների հետ փռում է իր թևերը, եւ ամեն շրջան երազի մի թև է, հայոց մտքի ու բազգի զորությամբ արարված պատմություն, որի էջերը թերթել է պետականության շեմին նոր քար է ավելացնում։ Իսկ ամենախորհրդավորը խորհրդային շրջանն էր, 7-րդ թևը, որի ճախրանքը արարել են մեր վաստակած հայրերը։ 1960-ականներին մայրաքաղաքի տարածական աշխարհագրությունը ընդլայնելու եւ բնակչության ապրելակերպի խնդիրը լուծելու նպատակով ընդունվեց երջանկայի շատակ գործիչ Բադալ Մուրադյանի առաջարկը Երևանի հյուսիսարևելյան ամայի գոտին վերածել բնակավայրի, կենսական շունչը հոգի հաղորդել անկենթան տարածքներին, ձորերին ու կիրճերին։ Պատմության հուշամատյանում ոսկե տարերով պիտ գրվեն բոլոր այն նվիրյալների անունները, ովքեր այդ գործի ակունքներում էին կանգնած։ 1972 թվականի մարտին կազմավորվեց 5 անձից բաղկացած կազմկոմիտեն, որի նպատակը նոր շրջանի ստեղծումն էր։ Պավել Սաֆյան, Էդուարդ Ավագյան, Բաբկեն Վարդանյան, Լենա Սայադյան, Վասիլ Հարությունյան։ Նվիրյալների մի կուրբանակ, որի առաքելությունն էր ապրեցնել ամայի զանգվածը դարձնելով այն երկրորդ շունչը Երևանի։ Երկար փնտրտուքների արդյունքում մեզ բախտ վիճակվեց հանդիպել նոր նորքի հիմնադիրներից մեկին, կազմկոմիտեի անդամ Վասիլ Հարությունյանին, թեև ժամանակը շատ բան է մոռացության տալիս, բայց լավ գործ է միշտ էլ խոսվում ու հիշվում է դարեդար։ Հուզմունքով մտաբերած հիշողությունները ամենաթանկ ու մնայուն հարստությունն են, որոնք ապրեցնում ու արժևորում են ապրած ժամանակդ։ 72 թվականին Կենտրոնական կոմիտեի բյուրոյի կողմից, որը ղեկավարում էր մեր ժողովրդի հրաշալի զավակ, շատ սիրելի մարդ Անտոն Քոչինյանը, այդ կենտրոնի բյուրոյում հաստատվեց կազմկոմիտե, որը պետք է ստեղծեր բոլոր շրջանային օղակները եւ կազմակերպեն այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր նոր շրջանի ստեղծման համար։ Բավականին ջրաջան աշխատանքից հետո ստեղծվեց հրաշալի կենտրոն, որի ուշադրության կենտրոնում մնաց հիմնականում նոր նորքի կառուցապատումը, կանաչապատումը, այսինքն մի հայոց շեն էր ստեղծվում, որը նպատակներ էր հետապնդում։ Ստացվում էր այնպես, որ մեր բնակչությունը մարդիկ չէին ցանկանում բնակություն հաստատել Նորքի մասիվում։ Այդ դեպքում դա մշտապես հեռատես մեր երկրի այդ ժամանակվա ղեկավարը Անտոն Երվանովիչ Քոչինյանը հանձնարարեց, որ մի բնակելի շենքեր կառուցել Նորքի մասիվում եւ հայտարարել թող ժողովուրդը իմանա, որ նա կառուցում է պետական աշխատողների համար։ Այսինքն մեր ժողովուրդը թող իմանա, որ մենք ուղարկում ենք մեր բնակչությանը ամառանոց, որպեսզի ամառանոցում կանոնավոր ձևով, իրենց վայել ձևով, բարձր մակարդակով ու որակով, ապա իրենց կյանքը անցկացնեն։ Եվ որ ամենակարևորն էր, շինարարները կառուցում էին այդ շենքերը, բայց կանաչապատումը, բարեկարգումը ամբողջությամբ գնաց շաբաթօրյակների միջոցով, ժողովրդի ուժով։ Պատկերացրեք, մեր ժողովրդին փառք ու պարծանք այս ժամանակահատվածը բոլոր դեպքերում վերագրում են մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին եւ մնացին ժողովրդի հիշողության մեջ։ Սաֆյանը գտնում էր, բարի պետք է լիներ եւ աշխատանքով պետք է ապացուցել, ավելի վառ օրինակ աշխատասիրության ու պատասխանատվության գործի հանձնարարած գործի նկատմամբ պատասխանատվությունը, այն որ ասում են այդ բանալին, կարծեք թե միշտ իր մոտ էր։ Երբեմնի անկենթան տարածքում խոյացավ ու սկսեց կյանք առնել Երևան քաղաքի 7-րդ խորհրդային շրջանը։ Միանգամայն ամայի սարերն ու ձորերը, անսկիզբ եւ անվերջանալի ժայռերն ու քարափները վերածվեցին բնակավայրերի։ Շրջանի արարման ու կայացման գործում անորանալի մեծ դեր ու ավանդ ունեցող կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Պավել Սաֆյանը համարձակ ու նպատակասլաց գործելավոճի շնորհիվ կարողացավ կյանք հաղորդել ամայի զանգվածին։ Երևանի հյուսիս-արևելքում խոյացան առաջին բարձրահարկ շենքերը, ավետելով գալիքի լուսաբացը։
Սկսվեց նոր-նորքի բարեկարգման ու կանաչապատման ոսկե ժամանակաշրջանը, կանաչը դարձավ բնակավայրի գերակշռող գույնը։ Նոր-նորքն արարման բերկրանք էր ապրում, արարում, որ հազարավոր թելերով սնուցվում է պատմությունից և մարմին առնում դարերում։ Պատմական հուշարձաններն ու կոթողները դարձան նոր-նորքի կարևորագույն բնութագրիչները։ Շրջանի սրտում խոյացան Հայկ Նահապետը բարձունքից թշնամիներին սպառնացող նետ ու աղեղով, Հայկ Բժշկյանցը, հայ ազատագրական ոգու անմահությունն ավետող իր վեհաշունչ կեցվածքով, Տիգրան Մեծը հայոց ուժի ու զորության միասնության ու հավատի արարումով, ահռելի ժայռաբեկորն առած Տորքան գեղը բարու հաղթանակի խորհրդով։ Նոր-նորքը վերածվեց բացօթյա թանգարանի, այստեղ հանգրվանեցին հանրապետության տարբեր անկյուններից բերված տասնյակ արժեքավոր խաչքարեր, մշակութային հուշարձաններ ու հնամենի կոթողներ, այդ ներդաշնակությունը համալրեցին նաև կարող ձեռքեր քարե նստարաններն ու բազալտի քարակտորներով շարված Գայի պողոտայի հենապատերը։ Արդեն 5 տասնամյակի հասնող նոր-նորքի կենսագրության կերտման մեջ կարևոր դեր են ունեցել նրա բոլոր ղեկավարները, սկսած նրա ակունքներում կանգնած Պավել Սաֆյանից, մինչև նրան հաջորդած Մկրտիչ Մինասյան, Դավիթ Պետրոսյան, Մելիք Գասպարյան և այսօր արդեն ներկայիս ղեկավար Արմեն Ուլիխանյան։ Ամենազոր ժամանակը կյանքի ելևէջներում անզորը թերևս միայն գործի առաջ, անգամ դարերն ու հազարամյակները չեն կարող մոռացության տալ մարդկային մտքի, հոգու ու հանճարի արդյունքում ծնված արժեքները։ Հայոց կյանքը եկեղեցիով է միշտ գլխավորվել, նրա միությամբ դարձել ազգ ու հավաքական ուժ։ Նոր-նորքի պարագայում ևս այդ հոգևոր նեցուկն ու միաբանողը դարձավ Երևանի ամենաբարձր կետում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին։ Բոլորս պետք է համախմբվենք հայ առաքելական եկեղեցու շուրջ, որպեսզի մաքրագործվի մեր հոգին և վեր առաքած մեր աղոթքները Տիրոջը լսելի դառնան։ Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա նորակառույց եկեղեցիս հանուն Սրբույն Սարգսի և հավատացյալ ժողովուրդս մեր, ըս հայրենիս և եկեղեցիս Հայաստանյայց առաքելական, ընդհովանյավ Սուրբ և պատվական խաչի վտքոյի խաղաղության, փրկյա ազատյա հերևելի և աներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ, ընթոր և ընծրփոհոփվույթ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Երևանի բարձրադիր բնակավայրերից նոր-նորքի պարագայում, թեև այդ ժամանակը 5 տասնամյակի է գրեթե հասնում, այնուամենայնիվ առհավետ հիշվելու են բոլոր այն գործիչները, ովքեր այդ շրջանի կայացման գործում իրենց ավանդն են ունեցել։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Սկսած նախադպրոցական ուսումնական հաստատություններից մինչև հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթօջախներ, մշակութային և մարզական կենտրոններ, զարկ է տրվում համակողմանի կրթված ու զարգացած քաղաքացիների ձևավորմանը։ Այս գործընթացը գտնվում է հատուկ ուշադրության և վերահսկողության ներքո։ Հայ ժողովրդի կյանքում փորձություններն ու օրասական պահերն անբաժան են եղել, սակայն մեր ամրակոր ոգին դուրս է նետվել պայքարի հաճախ նաև գիտակցված մահվան, հանուն հայրենյաց պաշտպանության ու հաղթանակի։ Այդպիսին եղավ նաև Արցախ աշխարհի համար մղվող պայքարը, որտեղ հայոց բռունցքված ուժի մի զարկն էլ դարձան նոր-նորքի քաջորդիները։ Այսօր շատերը ննջում են հավերժում հայոց խաղաղ երկնակամարից հսկելով մեր ժողովրդի անդորը։ Նրանց անմար հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուրիս պարտքն է մեր ինքնության հաստատման և անցյալի դասերի սերտման կարևոր առհավատչյան։ Այսօր նոր-նորքը զարգացման ու առաջընթացի նոր ուղի է որդեգրել, որի արդյունքներն արդեն իրենց տեսանելի պտուղներն են տալիս։
Օրեցօր ծաղկող ու արդիական տեսք ստացող վարչական շրջանում աշխույժ ընթացքով շարունակում է զարգանալ սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային, ուսումնամարզական և գիտակրթական կյանքը։ Իրականացվող բազմաթիվ զարգացման ծրագրերն ու աշխատանքները նոր շուքը հմայք են հաղորդում մայրաքաղաքի գեղեցկատես վարչական շրջաններից մեկին՝ Նոր Նորքին։ Ամեն բացվող օրվա հետ բաբախում է մեր քաղաքամայր Երևանի բարձրադիր շրջանում ամրակայված զավակի սիրտը։ Կենարար թելերով անցյալից սնվող, բայց և վարդագույն Երևանի ներկայի զարգացումներին համակայլ, օրեցօր ծաղկում ու առինքնող տեսք է ստանում նոր նորքը, պատրաստ նոր ճախրանքների։